Շնորհակալ եմ Արադ խոշորացված համայնքի Սուրենավանի հարգելի բնակիչներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուրախ եմ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Գիտեք, ես ճանապարհին գալիս էի եւ որոշ տվյալներ էի հանում եւ հաշվի առնելով Արարատի մարզի գյուղատնտեսական ուղղվածությունը, ուրեմն 2018 թվականից մինչև օրս մենք գյուղատնտեսության ոլորտում մի քանի ծրագրերով մոտավորապես 354 միլիոն դոլարի ներդրումներ են կարի ամենատարբեր ծրագրերով։ Եվ ես համոզված եմ ձեզնից շատերը այդ ծրագրերից օգտվել են։ Մասնավորապես ասենք մենակ վարկերի տոկոսի սուբսիդավորման վրա 2018 թվականից մենք 44 միլիարդ դրամ ենք հատկացրել։ 44 միլիարդ դրամը այդ 120 միլիոն դոլարա մենակ վարկերի, անտոկոս վարկերի կամ ցածր տոկոսով վարկերի համար։ Մթերումների հետ կապված, որպեսզի մթերումների խնդիրը լուծվի, 18.7 միլիարդ դրամ։ Տեխնիկայի լիզինգի համար 4.5 միլիարդ դրամ։ Ագրոպարենային սարքերի, ջրի մեքենա եւ այլն գնի սուբսիդավորման համար 14.4 միլիարդ դրամ եւ ինտենսիվ գյուղատնտեսության համար 50 միլիարդ դրամ։ Իհարկե սրանք ամբողջ թվերը չեն, բայց իմ տպավորությամբ նախկինում Հայաստանի պատմության ընթացքում գյուղատնտեսության ոլորտում այսքան ներդրումներ չի արվել եւ նաեւ ես ուրախ եմ արձանագրել, ել չեմ խոսում ջրի ոլորտում մեր արած ներդրումների մասին, բայց ես գիտեմ, որ ջրի ոլորտը մի հատ փոսի մեջ ենք մենք, որտեղ մենք պետքա խնդիրները լուծենք։ Իհարկե ես չգիտեմ Սուրենավանը Արազապից օգտվում է, թե չի օգտվում, Արազապ պոմպակայանից օգտվում եք, դե հիմա մի քիչ միջանկյալ կարգի ենք բերել, այսօր առավոտ մարզպետի հետ խոսում ենք, որ ել չենք թողելու, որ հասնի տենց քայքայված վիճակի եւ ամբողջը լուծելու ենք։ Վեդի ջրամբարը, չգիտեմ, ջրերը ստեղ հասնում են, թե չեն հասնում, բայց այնուամենայնիվ մարզի համար շատ էական նշանակություն ունեցող նախագիծ է։ Ել չեմ ասում ճանապարհները, որ հիմա ճանապարհները շատ ընտիր վիճակում են, շատ կարևոր է։ Ես ուրախ եմ նաև, որ ոչ միայն ճանապարհները մայթեր ունենք, մենք լուսավորություն ունենք, մենք մարզում դպրոցաշինության, մանկապարտեզաշինության մեծ ծրագրեր ենք իրականացնում եւ այդ ամեն ինչը անում ենք մի հանգամանքի բերումով։ Մենք հասկանում ենք, որ ժողովուրդը մեր գործատունն է, մեր տերն է, մենք ծառան ենք, դուք էլ տերն եք։ Մենք ձեզ ծառայում ենք եւ ուզում ենք հնարավորինս լավ ծառայենք, բայց նաեւ ես ուզում եմ ժողովուրդ, մենք խոսենք այն մասին, որ ես ասում եմ օրինակ 131 միլիարդ դրամը, այդ շատ մեծ գումար է։ Նաև ես հիմա չեմ ուզում խոսամ թոշակների բարձրացման մասին, առողջության ապահովագրության մասին, ուսուցիչների ատեստավորման մասին, չեմ ուզում խոսամ դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման ծրագրի մասին, չեմ ուզում խոսամ 16 միլիոնով սահմանամերձ գյուղերում տների շինարարության մասին, բայց դրանք մեծ գումարներ են ժողովուրդ, մեծ գումարներ, որտեղից են այդ գումարները։ Այդ գումարների մի մասը շատ կարևոր է արձանագրել, որ մեր այն խոստման կատարումն է, երբ որ մենք 2018 թվականին ձեզ խոստացանք, որ մենք թալանվածը վերադարձնելու ենք։ Մենք 2018 թվականից այսօր 6.6 միլիարդ դոլարի լրացուցիչ գումար ենք մտցրել պետական բյուջե։ Սա ոչ թե սա մենակ հեղափոխության բերած գումարներն է պետական բյուջե 6.6 միլիարդ դրամ, ներողություն, դոլար, որը հեղափոխություն չլնելու պարագայում շարունակելու էր հոսել քրեական օլիգարխիայի գրպանները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մենք փայաբաժին ստացանք եւ 2018-ից 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարվա ընթացքում։ Մենք ֆինանսների նախկին նախարարի տունը տեսեք մեր ձեռքերը, ասում են դե մենք թույլ ենք խեղճենք, մեր ձեռքերը ինչքան երկար է, Միացյալ Նահանգներում տունը վաճառել ենք տվել եւ այդ տան
ֆինանսների նախկին նախարարի տան գնի 70%-ը հիմա փոխանցվում է process-ա գնում Հայաստանի պետական բյուջե։ Մենք կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը այսօր պետական վերահսկողության ներքո է եւ դե յուրե նաեւ դա լինելու է պետական վերահսկողության ներքո։ Եվ մենք այսօր այդ process-ից ենք արձանագրել, որ նաեւ ձեզ հայտնի շրջանակները կալուգացի օլիգարխի գլխավորությամբ մեր մանկապարտեզների վրա ավել գումարներ են դրել իրանց գրպաններ, մեր զորամասերի վրա են ավել գումարներ հետո դրել իրանց գրպանները եւ իրանք դրա համար պետքա պատասխան տան։ Մենք այսօր պետական սեփականությունա 4 սպալնի մի հատ զալը, որը արժի 2.5 միլիոն դոլար, խոսքը Գուլոյան Ծառուկյան կլանի թալանված միջոցներով կառուցած Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատան մասին է այսօր նա արդեն վերջնական անշրջելի Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունը եւ մենք այնտեղ ծերերի խնամքի կենտրոն ենք սարքելու Գուլոյանների առանձնատանը եւ հիմա հերթը եկավ հասավ Արարատի ցեմենտի գործարանին, որը առաջիկայում մենք կվերադարձնենք պետությանը, որովհետև դա սեփականաշնորհվել է ապօրինի եւ այս ընթացքում ինչքան հարկեր է թաքցվել, ինչքան մախինացիաներ են արվել, այդ ամեն ինչը Ծառուկյան Գուլոյան կլանը կոպեկ վերադարձնելու է պետությանը եւ ես սա ձեզ հանդիսավոր կերպով խոստանում եմ։ Եվ նաև ժողովուրդ ջան, ես ուզում եմ մենք խոսենք, այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի, ամենակարևորը հաստատված խաղաղությունն է։ Եվ ես հաստատված խաղաղության առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիդ, որտեղ դա շատ մեծ իրադարձություն է մեզ համար, շատ մեծ իրադարձություն եւ բայց խաղաղության հետ մեկտեղ ով, բայց դուք գիտեք, որ մենք խաղաղություն ասելով երբեք չենք մոռանում անվտանգության ապահովման մասին։ Ես չգիտեմ ձեզնից ով է տեսել Երասխի ամրացված շրջանը, բայց հույս ունեմ, որ առնվազն լսել եք դրա մասին։ Եվ այսօր տասնյակներով Հայաստանի Հանրապետության սահմաններին ամրացված շրջաններ է ստեղծվում, որոնք բառից բուն իմաստով ամրոցներ են, որոնք մենք չենք կառուցում մի տարվա համար, մենք չենք կառուցում 2 տարվա համար, մենք կառուցում ենք տասնամյակների եւ հարյուրամյակների համար, որտեղ դրանք այնպիսի կառույցներ են, որ հարյուրամյակի կյանք են ունենալու եւ մեր անվտանգության ապահովման համար ողնաշարային նշանակություն են ունենալու, որովհետև մենք հասկանում ենք խաղաղությունը խաղաղություն, բայց երկիրը պետքա պաշտպանունակ լինի, որովհետև պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը գայթակղություն է ագրեսիայի համար, մենք չենք կարող մեզ թույլ տալ։ Եվ ուզում եմ բոլորիդ հրավիրել 7 օրից, չէ՞, այսօր ամսի 21-ն է, մայիսի 28-ին Հանրապետության հրապարակ, որտեղ մենք ձեզ հաշվետվություն, ուրիշ պայմաններում ես անկեղծ ասեմ, մենք չենք էլ ուզենա զորահանդես անել, բայց քանի որ հոգիներս կերան ձեզ հայտնի ուժերը, թե ինչա, բանակը կա, բանակը չկա, բանակը եւ այլն, դա իրականում դա զորահանդես էլ չի, դա հաշվետվությունն է ձեզ, որ դուք տեսնեք եւ գնահատեք։ Ընդ որում, ասում եմ, հեռուստացույցով իհարկե ցույց տրվելու է, բայց ես ուզում եմ, որ դուք գաք, որովհետև նախկինում միշտ զորանդեսները ոնց են արում, բերում են հրապարակով տանում են, տեխնիկան հետո գնում է։ Հիմա մենք հետևյալն ենք անում, այդ տեխնիկան գալու է մտնի Տիգրան Մեծի պողոտա, չգիտեմ ինչքան կտեղավորվի, ինչքան ընդեղ երկար է, եւ միջև օրվա վերջ մնալու է, կողքից երկու կողքերից իհարկե տրամաբանական հեռավորության վրա բաներ արգելափակոցներ բարձա պահակախում եւ այլն, բայց որ դուք առավոտի ծիրիկում գաք, այսինքն մոտավորապես այս հեռավորություն ասում ենք, ան հեռու ալնելու հեռադիտակով պետք է նայեք, ասենք ստեղ տեխնիկան կլինի այդ ձեր ոնց որ ցանկապատը,
որ այնուամենայնիվ տեխնիկա, երեխեք են բան, երեխեք ասում եմ հանկարծ երեխեքը չբարձանան մի հատ գնով կիսեղմեն, կամած կրակեն, խայտարակը լինենք ընդհանրապես, որպեսզի դուք ձեր սեփական աչքերով տեսնեք։ Եվ ես էլ եմ ասում, անդադար շեշտում եմ, ես բոլոր Երևանի փոքր եւ մեծ կենտրոնի ռեստորաններին այդ ուղերձը տալիս եմ, ասում եմ, այդ օրը շատ մթերք ունեցեք, որովհետեւ իմ կարծիքն է, որ երբ որ մարդիկ գան տեսնեն, ուզենալու են դրանից հետո քեֆ անեն եւ մի մասը իհարկե մոտակա ռեստորանում, մի մասը հեռականում, մի մասը կվերադառնա իրանց բնակավայր գար կմորթի, բայց ես ձեզ խոստանում եմ, որ այդ օրը դուք տեսնելու եք ձեր նոր բանակը, ձեր նոր բանակը եւ դուք հպարտ եք զգալու ձեզ, ես ձեզ մի բան ասեմ, ես որ գնացել էի զորահանդեսի փորձին, ես այդ ամեն ինչը 10 անգամ տեսել եմ, 10 անգամ, ամեն անգամ, բայց երբ որ 11-րդ անգամ տեսնելուց նույնիսկ այդ ոգևորության, այդ հպարտության զգացումն է, բայց ես էլի ուզում եմ ասեմ, այդ բանակով մենք պատերազմի չենք պատրաստվում, երբեք, այդ բանակը էլ եմ ասում, միայն դրա համար է, որ մեր երկիրը գայթակղիչ չլինի ագրեսիայի համար, մեր ռազմավարությունը խաղաղությունն է, և շատ կարևոր է, իմիջայլոց, շատ են ասում, շատ են, այսօր խաղաղությունը դարձել է թիրախ, ժողովուրդ, խաղաղությունը դարձել է թիրախ, խաղաղությանը ինչ անուն ասես կպցնում են, խաղաղության հետ էլ ինձ են անուն կպցնում, որ ես թուրքամետ եմ, որ ես ադրբեջանամետ եմ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ ես ուզում եմ մենք կիսվեմ ձեզ հետ։ Այդ նրբությունը հետեւյալն է, որ եթե մենք մեր տարածաշրջանում, մեր միջավայրում ինքնուրույն առանց կողմնակի օգնության ապրելու ընդունակություն չունենանք, մենք անդադ լինելու ենք խոցելու, մեզ անընդհատ օգտագործելու են ուրիշների դեմ եւ օգտագործելուց հետո դեն են շպրտելու, այդ մենք տեսել ենք մեր պատմության ընթացքում տասնյակ անգամներ, 2020 թվականից իմ ամենաշատ գործը, ասում եմ, ես առավոտ սկսել եմ ժամը 5-ին արթնանալ մի բանի համար, էլի կարդալ, ընթերցել եւ վերընթերցել մեր պատմությունը, հատորը հատորի հետևից, հետ գնալով, առաջ գնալով, մի օր առիթ կլինիմ կարդացած պատմության գրքերը նաեւ բանով սոցիալական ցանցերով ցույց կտամ, դուք կտեսնեք այդ էջերի մեջ մարկերով, տարբեր գույներով ինչեր ա նշած, տարբեր բաներ եւ իմ եզրակացությունը Եվ պրակտիկայի եզրակացությունը, նախկինում օրինակ երբ որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մենք պետք է խոսայինք, ո՞նց ենք խոսում։ Մի երրորդ երկիր ենք գտնում, իրանց միջոցով խաբար ենք ուղարկում Ադրբեջան կամ Թուրքիա։ Եվ էլի երրորդ երկրի միջոցով հետ ենք ստանում այդ խաբարը։ Հետո մի քսպայի որ զգացին, որ մի բան ստեղեն չի, հասկացանք մի շատ կարևոր բան։ Ոչ մեր ուղարկած խաբարն է ճիշտ գնում տեղ հասնում։ Ոչ նրանց տված պատասխանն է ճիշտ, երբեմն չարամիտ, բայց միշտ չի որ չարամիտ, որովհետև կան նրբություններ տարածաշրջանի, ասենք առանձնահատկություն, մեր ազգային առանձնահատկությունները, իրանց ազգայինը, որ չեն հասկանում ուրիշներ այդ նրբությունները, եւ մենք որոշեցինք խոսել ուղիղ, եւ այդ ուղիղ խոսալու արդյունքում է, որ մենք այո շատ ծանր որոշումներ ենք կայացրել ժողովուրդ, շատ ծանր որոշումներ ենք կայացրել, բայց այդ որոշման արդյունքում մենք ոչ միայն ստացել ենք խաղաղություն այո, բայց մենք ստացել ենք մեր պետության հարատևությունը ապահովելու հեռանկար։ Մենք այս տարածքում, մեր հողում, մեր հայրենիքում 1000 տարի պետություն չենք ունեցել 1045 թվից մինչև 1918 թիվը, 1918 թվից մինչև 20 թիվն ենք ունեցել, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, ես տեսել եմ, որ Հայաստանի պետականությունը փակելու գործընթացը սկսված, եւ ես հասկացել եմ, որ եթե մենք վճռական որոշումներ չկայացնենք, այն որ տենց բանկա չէ, այն որ ըլնումա չէ, որ
ոչ մի բան ոնց որ տեղի չի ունեն, բայց մարդ sense կամած մարում է, տենց ինչ որ իրադարձություն տե, բայց գումես որ մարդը մարում է, աննկատ, այդ նույնը մեր պետության հետ էր տեղի ունենում, եւ մենք կանգնեցինք եւ այո շատ բարդ, շատ դժվար որոշումներ կայացրինք եւ հասանք խաղաղության, հասանք անկախության, իրական պետության եւ մենք այսօր այդ արդյունքով ենք եկել ձեր մոտ եւ մենք ուզում ենք առաջիկայում ընտրություններ են ժողովուրդ ինչ դուք որոշեք ես հնազանդ եմ ձեր որոշմանը 2018 թվից որևէ ընտրության քվյաթերթիկ անգամ չի կեղծվել որտեղ ես գիտեմ ձայն բազմած ձայն Աստծու ով որ կեղծում է ժողովրդի ձայնը նա կեղծում է Աստծու ձայնը ձեր ձայնը ինձ համար Աստծու ձայնն է եթե ժողովուրդը եւ Աստված ժողովրդի միջոցով կորոշի որ ես պետքա գնամ ես սուս ու փուս կհեռանամ այդտեղ երկու կարծիք չկա Հայաստանի ժողովրդի կամքը ինձ համար բարձրագույն արժեք է բայց որպես Հայաստանը 8 տարի ձեր թույլտվությամբ ձեր մանդատով առաջնորդած մարդ ես ինձ իրավունք եմ վերապահում ձեզ խնդրել կոչ անել հորդորել որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը տեր կանգնեք պետությանը տեր կանգնեք ապագային տեր կանգնեք անկախությանը եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է արձանագրել թե ինչու են քվեարկում 16-ին որովհետև քվեարկությունը ինքնանպատակ չի, սա պաշտոնի կռիվ չի, սա աթոռի կռիվ չի, սա պայքարա հանուն պետության եւ հանուն հարատև պետություն ունենալու։ Իսկ 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, Սուրենավանին տեր ենք, Արարատ խոշորացված համայնքին տեր ենք, Արարատի մարզին տեր ենք, Երևան մայրաքաղաքին տեր ենք, Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ուրեմն արձանագրում ենք հետևյալը, շատ կարևոր է ընդհանրապես մենքի եւ անհատի, այսինքն մենքի եւ եսի ձեր պարագայում հարաբերությունը շատ կարևոր է։ Մենքը բաղկացած է եսերից, բայց ամենավճռական պահերին եսի պատասխանատվությունն է, որ ուժեղացնում է մենքին։ Եվ ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ առաջիկա ընտրությունների արդյունքները ով կլինի վարչապետ 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո ինչ կլինի խաղաղության ճակատագիրը ինչ կլինի պետության ճակատագիրը ինչպիսին կլինի ապագան կախված է մեկ մարդուց ընդամենը մեկ մարդուց ընդամենը պատկերացնում եք մի մարդուց է կախված այդ ամեն ինչը եւ այդ մեկ մարդը դու ես 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 ով կա հրապարակում այդ մարդկանցից ուզում եմ ձեր բարձրացնել այդ մարդիկ ով կա եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ
պետականատեր ժողովուրդ եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Սուրենավանին Արարատի մարզին Երևան մայրաքաղաքին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ ժողովուրդ ջան շնորհակալ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար